ձեզ սիրելի բարեբաշտ հայրիկ, ձեզ գընթերցենք Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխեն 43-ին 44-րդ համարներու մեջ ամփոփված պատգամը։ Այլ եւ ասեմ ձեզ, սիրեցեք ըստ թշնամիս ձեր։ Ինչպես կարելի է սիրել թշնամին։ Պաստորեն սիրել թշնամին կբացատրե դվյալ անձի մեջ գտնել Աստծո ներկայությունը։ Ընկերները կսիրենք շատ բնականորեն, բայց քրիստոնյայի բարդ կպիտի լա բայցարակերպել նաև թշնամիին կյանքը։ Շատերուն համար գրնազարմանալի թվալ այս գործողությունը, բայց աղոթքով ապրողը իր մեջ կզգա գոչումը սիրելու բոլորին եւ իր հարկանքը ցույց տալու ոչ միայն իր ընկերոջ, այլև անխտիր բոլորին, մինչև իսկ իր թշնամին։ Քրիստոս կպատկամե, որ մենք աղոթենք նաև մեր թշնամիներուն համար։ Մենք կհավատանք հաստատապես, որ աղոթել թշնամիի նկատմամբ խոր իմաստ ունի։ Այս բարակային ներաստեցություն կունենանք դվյալ անձի կյանքի մեջ։ Սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք զիրենք, որպեսզի մոտենան Աստծո։ Ամեն։